Բացա արդեն գնալ հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդմանը եւ հասկանում որ կազմաքանդումը հետևանքները շատ ֆունդամենտալ մարդկանց կենսամակարդակը անգամներով անկում ապրելու այն ինչ որ դուք ասում եք ծաղիկ բանջարեղեն դրանք մանրուքներ են այն բանը համատած երբ որ մեր տրանսֆերները կանգնացնեն գազի գինը բարձրանա էներգետիկ համակարգ ճգնաժամ առաջանա մեր այսպես ասած խոփանչիներին սա լրիվ մի հատ ուրիշ process է ֆունդամենտալ մենք ուրիշ լրիվ Հայաստանում հայտնվենք որը նույնիսկ եմ ասում դա կլինի արդեն կիսաքանդված երկիր կիսաքանդված երկրում բնա հասկանալի պատճառով մենք դառնում ենք սկուտեղի վրա նվեր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար դա հասկանալի է չէ իրանք էլ ասում են որ մենք խաղաղ ճանապարհով Հայաստանը վերցնելու ենք որտեղ Հայաստանի իշխանությունը հայտնվել է մի հատ անենց վիճակի մեջ որ ինքը ստիպած դատապարտած գնալու է հայ-ռուսական հարաբերությունների փլուզման որը մեր համար նվեր է լինելու մենք սպասում ենք դրան հիմա իրանք սպասում են դրան հասկանում ես ի՞նչ նախնդիրը հիմա ինքը քանի որ դա գիտի որ ինքը տանում է դեպի երկրի կործանման եւ ինքը հասկանում է որ այդ կործանումը հետևանքներ է ունենալու ինքը այդ վախերի մեջ է հիմա ապրում այդ վախերի հետևանքով ինքը մտածում է որ բռնաճնշումներով կարա կանգնացնի վախի մտնոլորտ սերմանելով կարա կանգնացնի իր իշխանությունը բայց ոչ մի իշխանություն չի կարա վախի մտնոլորտով պայ դու կարար ինքը պայր այն ժամանակ երբ որ չունենար արտաքին վտանգներ նավթ ունենար գազ ունենար Հայաստանը ոչ նավթ ունի ոչ գազ ունի մազից կախված երկիր է հասկանում ես ինչ նախ պատկերացրա մենք Ադրբեջանից ցորեն ենք ստանում Ռուսաստանից մինչև հիմա այսինքն այդ երկիրը որ Ադրբեջանից ցորեն է ստանում ինքը կարա Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մի տնտեսական դա ցնդաբանություն է դա ցնդաբանություն է այն մարդիկ որոնք Փաշինյանի կողմնակից են ես մարդկանց դեմքն եմ ուզում նայեմ դրանից հետո որ ասեն թե դուք մեկ մեղավոր չենք եղել դուք առաջին հերթին դուք եք մեղավոր որովհետև դուք այն սոցիալական բազան եք այս իշխանության դուք շանս չունեք արդարանալու որ դուք կապ չունեիք մենք չէինք պատկերացնում լավ էլ պատկերացնում եք դու եթե դուք չեք պատկերացնում կներեք ինչից եք դուք կներեք մի հատ հարց տամ դեք բայց ձեր ապրելու իմաստը որն է եթե ձեր պատճառով երկիրն է փլուզվում ձեր պատճառով ձեր հարևանն է փլուզվում ձեր պատճառով ձեր հարևանի երեխան է տուժվելու բայց դուք ինչ բարոյական իրավունքով եք այս երկրում շարունակելու ապրել ես այդ հարցը ուզում եմ տամ այդ 4-5 ամիս հետո ես միանշանակ այդ հարցադրումը բոլորի մոտ առաջ ա գալ որտեղ սա խայտարակությունն է այս ինչ որ հիմա կատարվում է դրա արդյունքն է մենք պատճառը հետևանքային կապը որ մենք հիմա շղթան ներկայացրեցինք սա է այսինքն ինքը հայտարարում է 4-րդ հանրապետություն եմ ստեղծել Նիկոլը հայտարարում է 4-րդ հանրապետության իրական 3 իշխան Սաղաթելյանը փայլուն գնահատական տվեց փայլուն ես միանում եմ այդ գնահատականին 4-րդ հանրապետության հիմնադիրը Թուրքիան է ճարտարապետը Ադրբեջանը իրանք ուղղակի պիարշիկների Հայաստանի Հանրապետության 4-րդ այո իրանք պիարշիկի դեն են կատարում Հանրապետության հիմնադիրը են կատարում 4-րդ հանրապետությունը դա Հայաստանի կործանման process-ն է որից հետո հաջորդ քայլը լինելու է հայ-ադրբեջանական պետություն հետո որից հետո դառնալու արևմտյան Ադրբեջանը փուլերով է գնալու այդ ամեն ինչը հասկանում եք ինչ նախնդիրը շատ լավ այս փոփոխություններին ինչ կասեք որ Ալենին հանեց տարավախքի նախագահ ինչ գնահատական կտա ես չեմ ուզում այդ որևէ նշանակություն չունի որևէ արժեք չունի շատ լավ երկու դիտարկում եւ ձեր մեկնաբանությունը տեսեք դուք շատ մանրամասն ներկայացրեցիք ծայրից ծեր համաձայն եմ բայց մեր ընդդիմությունը չի հասել նրան որ միջև չի հանրությանը չի հասցրել այն որ քո թշնամին եվրոպական երկրներն են եւ այսօր պետք է ճիշտ ձևակերպենք արևմուտքը էլի Եվրոպա-արևմուտքն է միացյալ նահանգ հա մեր թշնամին Նիկոլն է այդպես մի չէ մեր թշնամին մենք ենք որ Նիկոլին պահում են թույլ տալիս ասեմ էլի հա մեր թշնամին եվրոպական երկրները չեն եվրոպական ժողովուրդները չեն մեր թշնամին այսօրվա ԵՄ-ի վերնախավն է, որը հանցավոր վերնախավ է առաջինն է Իրան ժողովուրդների համար։ Մեկ տարի հետո այդ մակրոն կոչեցյալը վռնդվելու է Հայաստան։ 4 տարի առաջ էիք ասում, բայց հեսա կտեսնենք Իրանը նման մի վարչապետ կբերի նույնը նույնը Գերմանիայում 4 տարի առաջ ասում էին Լպենը անցնելու է, Գերմանիայում ասում էին հիմա փոփոխություն Ամերիկայում ես եւ դու Գերջանիկ ենք որ Թրամփն եկավ ավելի խայտարակություն եղավ որ հեսա գլոբալիստների դեմ բանալու չէ այսօր հավաքական արևմուտքը մի հատ ինչ որ հրեշավոր բանի մեջ է ծայրից ծայր Իրոք էլի ասեմ էլի կներես էլի այ մեր ընդդիմության եւ մեր հանրային գործիչներին որ շատ հարգում եմ նաեւ մեղքի բանականանան որ չկան մեղավոր ժողովուրդներ կան մեղավոր ժողովուրդներ չկան մեղավոր վերնախավեր ժողովուրդներին մեղադրել չի կարելի այսօրվա ես չեմ կարող մեղադրել Ֆրանսիայի ժողովուրդը կներես մի բան ասեմ էլի հատի ասեք Ֆրանսիայի ժողովուրդը մեզ բարեկամ է չէ բարձ մի հատ ձևակերպում տամ օլիմպիադայի ժամանակ այդ խայտարակությունը որ ներկայացրեցին չէ այդ ներկայացնան արդյունքում Ֆրանսիայի ձախակողմյան ուժերը դատապարտեցին
Աչակողմյան ուժերը դատապարտեցին, եկեղեցին դատապարտեց, բայց Ֆրանսիայի ժողովուրդը մերժում էր դա։ Բայց դե Մակրոն կոչեցալ արեց։ Հիմա դուք ձեզ մերժում եք։ Այդ ժողովուրդը վռնդեց Մակրոն սատանային։ Դե եթե տենց է ուրեմն կարող ասենք որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդն է։ Բա իհարկե։ Բա եթե հանդուրժում են իրեն, չէ, եթե մեծամասնությունը հանդուրժում է եւ այդ ընդվզումն ու բանը չկա, ուրեմն մեր էլիտան իզորու չէ, իրան նմանն էլ իրան պահում են։ Տեսեք, ուրեմն ես զգուշորեն ադրբեջանցիներն են մենակ իրան պահում։ Այս ժողովրդի քանի տոկոսնաձայն տվեր Ջունիկ։ Վերջացա։ Նախիվարաշ 40, եթե դուք 47%։ Եթե անգամ 30%, այսինքն համարում եք որ ընտրությունները արդար անցել, հա։ Եթե անգամ 30 քանի տոկոսն եկեք adekvat գնահատական ուզում ասել, լավ, այս վերնախավը արևմուտքի վերնախավը մեր ընդդիմությունը չի կարողացել մեր ժողովրդին հասցնել, որ այս վերնախավը օգնում է, աջակցում է, հրամայում է, կառավարում է Նիկոլի, որ ինքը այս բռնաճնշումներն անի, իր ձեռքով Արցախը ծախի, հիմա էլ Հայաստանը ծախի։ Եվ այս ուղղությամբ որոշակի մեռը ասելով կաշկանդվածություն ունի այսօրվա ընդդիմությունը երեք բարեբախտաբար մի հատ այս ակցիա եղավ, այն էլ ոչ ամբողջական եւ ոչ շատ ավելի նպատակային Եվրոմիության դեսպանատան մոտ։ Սա պիտի հետեւողական լինի եւ մեր հանրությանը հասցնել, որ այս դեսպանատները, այս երկրների ղեկավարներն են օգնում, ուժ տալիս, փող տալիս, աջակցում Նիկոլին, որ ինքը բռնի, ծեծի, ջարդի, ասի կտանեմ բոմժ կսարքեմ, կսպանեմ Արցախն է կտամ, այն տարածքներն էլ կտամ։ Մենք չենք հասնում, մենք չենք անում եւ այդ ուղղությամբ էլ ընդդիմությունը չի շարունակում աշխատել։ Պրոբլեմը մենք ինքը չունի ինքնուրույն օրակարգ ձևավորելու խնդիր։ Ինքը չի կարողանում, բական ինքը աշխատում է, գործում է Նիկոլ Փաշինյանի օրակարգի, այսպես ասած, հակազդելով, որը դա նշանակում է որ ինքը անընդհատ հետ է մնում։ Օրինակ ձեզ ինչ է խանգարում կազմակերպված արել էիք երեք ակցիա Եվրոմիության դեսպանատան մոտ։ Այսօր անեիք Ֆրանսիայի, վաղը անեիք Լեհաստանի, մյուսօր անեիք Միացյալ Նահանգների։ Մի բան ասեմ, մենք հիմա զեկույց ենք պատրաստում, զեկույցից հետո երբ որ դու փաստաթուղթ ունենաս արդեն հիմնավոր կտեսնենք, լավ, 10 օրից այսինքն։ Հիմա որ թղթ հետո արդեն դու կարաս արդեն թղթով գնաց, դու թուղթ չունես։ 10 օրից դատարկություն է դառնում, բայց որ դու հիմնավորված փաստ ունես, փաստագրած բան ունես, եւ ասում ես որ գնում ես մեղադրական բանով, երեք օրը նշեք 10 օրից եւ Մայր Հայաստանից այս սպասել եմ սեպտեմբերի սկզբից կտեսնես թե մենք ինչ process ենք։ Շատ լավ, եւ մյուս դիտարկումը ճիշտ նշեցիք թե ինչի համար է սա անում, բայց մի կարեւոր բան, այդ հայտնի բան է քաղաքագիտության մեջ, ընտրությունները սկսում են ընտրությունների հաջորդ պահից, ճիշտ է։ Այս հիմա արդեն Նիկոլը հաղթում է։ Հիմա այն ինչ որ ինքը անում է, դուք նշեցիք ինքը անում է, որովհետև ինքը տնտեսական շատ լավ հասկանում է սահմանափակումների հետևանքը լինելու այն, որ մենք շատ ծանր տնտեսական սոցիալական վիճակում ենք հայտնվելու եւ ինքը դրա համար իր ուժայիններին ամրացնում է, որ կարողանա ժողովրդին ճնշել։ Բայց մեկ այլ կարևոր բան, չգիտեմ, զարմանալի է, որ ձեր ուշադրության կենտրոնից վրիպել է, ինքը հիմա արդեն հաղթում է, հիմա արդեն կազմակերպում է տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Այն տարածքներում, որտեղ որ կան ակտիվ, տեսեք, Գյումրիում ինչ արեց Վարդան Ղուկասյանին չեզոքացրեց, ինչ էր, Մարիամ, բանի, Մարտուն Գրիգորյանին չեզոքացրեց, Մասիսում չեզոքացրեց, Փարաքյարում սպանեց, հիմա բանում, Էջմիածինում դրանց, այսինքն ինքը արդեն պատրաստվում է աշնանը սպառող տեղական ինքնակառավարման ընտրություններին, ընդդիմությունը ավանակի ականջում քնած։ Անջելա ջան, դու հիմա նկարագրում ես թե ոնց է բռնապետական ռեժիմը տարածվում, ես քո հետ լրիվ համաձայն եմ, այդ բռնապետական ռեժիմին որպեսզի կանգնացնես դու պետք է կարողանաս ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնես, ռեսուրսային բազա ստեղծես, որ կարողանաս դիմակայես։ Ցավոք սրտի մենք այդ ռեսուրսային բազան չունենք, իսկ ով էլ որ ունի, այդ գիտակցությունը չունի։ Հիմա եթե դու եթե օբյեկտիվ լինեք, այդ խնդիրները դու պետք է դնես այն մարդկանց առաջ, ովքեր որ այդ ռեսուրսային բազան ունեն։ Այդ մարդիկ այդ գիտակցությունը չունեն։ Մենք այդ գիտակցությունը միշտ ունեցել ենք։ Անդրանիկ Թևանյանը անցյալ տարվա ամառից կոկորտը արդեն պատրում էր, ասում էր, որ առանց մեծ կոնսոլիդացիայի դու չես կարա այս համակարգը ջարդես, որտեվ Սադամ Հուսեյնի համակարգը հնարավոր չի ջարդել մաքուր ընտրություններով։ Ընտրությունները կարևոր են, բայց ընտրությունները պետք է։ Ես ձեզ վստահ եմ, եթե չհրաժարվի Սամվել Կարապետյանը սեպտեմբերին մեր հարցազրույցը կանես, այդ բոլոր հարցերը ուղղելու են, որտեվ այսօր մեծամասնությունը իրենք են միավորման բան դες առայժմ չեմ տեսնում եւ ամոթ էր որ դուք երեք ներկա չէիք այդ ակցիա եւ ոչ միայն այս ինչ նշանակում սրա ակցիան չէ սրա ակցիան նրա ակցիան չգիտեմ հիմա քանի որ հանրությունը իմ համար մի բան ասեմ քեզ դու Մայրա Զորաբյանը Նայնե Դիլբարյանը Զարոյի Փոստանջյանը Աննա Մկրչյանը եւ մնացած բոլորը իմ համար ավելի կարևորն արժեք եւ հասարակության ավելի արժեքավոր են քան այդ քո ասած ռեսուրսային այսպես ասած շրջանակները որոնք
հանրային տեսակետից չեմ ուզում շատ բաներ ասեմ, եւ այդ իմաստով իմացեք, որ ապագան իսկապես հանրային արժեքի մեջ է, հանրային արժեքն է, որ առաջատանում, հանրությունը իսկապես հավատում է ազնիվ մտքին, ազնիվ խոսքին եւ դա է ի վերջո հաղթելու այս process-ը, որովհետեւ Հայաստանը չունի բազա բռնապետական ռեժիմի խորացման համար։ Շնորհակալություն։